Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բայ լույս աշխարհի ամենաբարի ու հավատարիմ հեռուստադիտողին մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եկել եմ 21 TV-ի օրը բարի հաղորդման շրջանակներում ձեզ ասելու բարի առավոտ։ Արթնացեք սիրելիներս, այս պայն հատուկ տեսահոլովակ ձեզ համար, Դե ինչ, արթնացաք, ով քնած է արթուն կացեք, ով արթուն է ելեք, գեցեք, ով գեցել է զենք կապեցեք, զենքերը լինում են տարբեր, զենքերը լինում են նաև բարության, այո, իսկ բարության զենքով կարող եք շատ բաներ շուրջ տալ, շատ սարեր շուրջ տալ, շատ բաների հասնել։ Մեր առավոտյան ծրագրի շրջանակներում մենք ունենք էջ, որ կոչվում է բարի մայիս, ու կապ չունի դրսում փետրվար է, հունվար է, դեկտեմբեր, թե եկող տարի, ամեն դեպքում մայիսը իր բարությունը անում է եւ թող դա դառնա իսկապես վարակիչ, այնպես որ այս պայն վայելենք ու տեսնենք, թե մայիսը ինչ էմոցիաներ է փոխանցելու մեզ։ Բարի մայիսն է եթերում։ Здравствуйте, а извините, пожалуйста, один маленький вопрос можно задать? А какая ваша любимая цифра? 7. 7? Давайте 7 роз вам подарим бесплатно, чтобы вы улыбались, ладно? А это у нас 7. Спасибо, Майя. Хорошо. О, вы даже знали меня? Хорошего дня вам. До свидания. Цифра? Да. 8. 8? Так, давайте вам подарим 8 и плюс 1. Раз, держите. Спасибо, зачем? А просто что вы есть. Просто так. Спасибо 9. большое. Хорошего дня вам. Семерка. Семерка, давайте 7 роз вам подарим, чтобы вы просто улыбались, ладно? А в честь того, что вы есть. Когда бы сказали, что вы извините. Да, так, раз. Другим подарим. Нет, я хочу именно вам. Как? Ваша любимая цифра 7. Что, дня вам улыбайтесь, ладно? До свидания, хорошего Сегодня дня. точно буду. 12. 12? Ну, 12 нельзя дарить, вам подарим 13 и подарим 7, хорошо? Спасибо большое, большое. Хорошего дня вам, улыбайтесь. Да, конечно, можно. Ой, спасибо вам. Спасибо большое. Շնորհակալություն մայիսին իր կատարած աշխատանքի համար, հույս ունենամ մի օր ես էլ նրան պատահմամբ կհանդիպեմ փողոցում ու գեղեցիկ ծաղիկներով տուն կգնամ, իսկ մինչ այդ մեր եթերն ունի իր ծաղկին, քանի որ իմ հյուրն արդեն տաղավարում է եւ ես սիրով շտապում եմ ներկայացնել իմ ամենասիրելի հատվածն է եթերի, այսօր մեր հյուրն է շվեյցարաբնակ հայ դաշնակահար երաժիշտ Սոնա Շաբոյանը, բարի լույս։ Բարևանայի ջան, շատ մերսի հրավերքի համար։ Շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ համաձայնեցիք ու եկաք մեզ մոտ օրդ բարի։ Ո՞նց եք։ Շատ լավ, ես ինձ Հայաստանում միշտ շատ լավ եմ զգում, սկան արևի տակ չի կարելի վազի գալ, որովհետև այնքան էներգիա է ստանում։ Դրական թե վերևից, թե մարդկանցից։ Իսկ առավոտյան առհասարակ առավոտները ինչպես են սկսում ձեզ մոտ սուրճ, թե։ Գիտեք ինչ, շատ ժամանակ առավոտները սկսվում են նրանից, որ ես ժամը 6:30 մենք արդեն արթնանում ենք, որտեղ դպրոցները շատ շուտ են սկսվում, ժամը 7:30 պատկերացնում եք արդեն առաջի դասն է։ Եթե ունես երեխա, ուրեմն պետք է 6:30 գոնե արթնանալ եւ դա սկսվում է միշտ ինչ որ sense մի քիչ խառը վիճակով, այո, երբ որ ես արդեն տղայիս ուղարկում եմ դպրոց, արդեն կարող եմ կես ժամ իմ համար, այդտեղ գալիս է սուրճ, թե կես ժամ գոնե հանգիստ մտքերդ հավաքես, հասկանաս ինչ է այսօր սպասում, որտեղ հետո արդեն շատ արագ է գնում, ուսից ամեն ինչը գրեթե րոպե առ րոպե է գրված, ժամանակ չկա ինչ որ ուրիշ բաների, հա։ Մեր շատ սիրելի Սոնա, տեսեք, դուք շատ կարևոր աշխատանք եք կատարում, հանդիսանալով կամուրջ, Հայաստան, Շվեյցարիա մշակույթներ, բայց ես կուզենայի ժամանակի մեքենան վերցնենք ու հետ գնանք ամենասկիզբ, ձեր առաջին քայլերը որպես դաշնակահարուհի, որպես երաժիշտ, ինչպես ընտրեցիք ուղղությունը, ինչու ընտրեցիք այս ուղղությունը։ Գիտեք ոնց, ես Չայկովսկու դպրոցն եմ ավարտել եւ այդ հարցը բավականին շուտ իմ համար պարզ էր։ Ես
Գիտեք, երաժշտությունը մի քիչ ուրիշ ձև էի ընկալում, դա իմ համար ոնց որ մի հատ փախուստ լիներ, ինչ որ մի հատ ուրիշ աշխարհ էր, որտեղ որ դու ինքդ քո հետ կարայիր շատ ավելի պարզ ու ավելի ուղիղ լինեիր։ Հետաքրքիր ժամանակներ էին դպրոցից հետո ընդունվեցի կոնսերվատորիա եւ 1 տարի սովորելուց հետո տենց հնարավորություն եղավ մեկնել Եվրոպա ուսանելու եւ ես դա ծրագիր էր թե առաջարկ էր։ Չէ, դա պրիվատ ձեռնարկ էր, այսպես ասած, եւ ես Գիտեք, ինձ հետաքրքիր էր, այնքան հետաքրքիր հարց եք տալիս, որտեղ այսօր ես այ մեքենայով որ գալիս էի, մտքիս մեջ սաղ դա ասում եմ։ Այդ 90-ական թվականները այնքան հետաքրքիր, ես մի քիչ ոնց որ չէի մտնում այդ ֆորմատի մեջ, որ մի քիչ շատ էի, շատ ակտիվ էի, ամեն ինչը սխալ էր, ոնց որ չէի մտնում այդ բանի մեջ, ֆորմատի մեջ, եւ երբ որ եղավ Գերմանիան, ինձ թվաց, որ հետաքրքիր է փոխել ինչ որ մի նոր բան տեսնել, ամբողջովին փոխել մթնոլորտը եւ այդպես մեկնեցի Ֆրայբուրգ, իմ Բրայսգաու, որտեղ որ ընդունվեցի կոնսերվատորիա, հետո ասպիրանտուրա, սովորեցի, շատ հետաքրքիր ժամանակ էր, շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, շատ բան եմ սովորել թե երաժշտության գծով, թե կյանքի իմաստով։ Իսկ լեզվական բարիեր չկար, թե դուք արդեն գիտեիք։ Ես չգիտեի։ Ես որ գնացի, երևի 2 բառ եմ իմացել, բայց երաժշտությունը այն եզակի դեպքից է, որ լեզու չի ճանաչում։ Այո։ Եվ հետո արդեն ժամանակի ընթացքում, գիտեք, լեզու, ես հասկացա, որ լեզու չեմ կարողանում սովորեմ որպես լեզու։ Ես շատ արագ կարողանում եմ ուղղակի ինձ բավարար է, եթե ես լսում եմ։ Ես արդեն ուղղակի շատ կարճ ժամանակում սկսում եմ ուղղակի կրկնել։ Գերմաներենը այդպես էլ ես չսովորեցի, չնայած բոլորը ասում են, որ բավականին լավ եմ խոսում։ Այո, բայց շատ հետաքրքիր տարիներ էին, շատ հայ ուսանողներ ունեինք այդ ժամանակ Հայաստանից, իմ դասարանից Չայկովսկու դպրոցի դասարանում, որտեղ որ սովորել եմ, այդ ժամանակ 6 հոգի մարդ ունեինք, պատկերացնում եք, միայն Ֆրայբուրգի կոնսերվատորիա, ուզում ասեմ, ոնց որ նոր տեղ էր, բայց միևնույն է, կային հայեր, կային շատ հավես ժամանակ էր, շատ հավես մթնոլորտ էր։ Դուք ձեր ճանապարհը, այսպես ասած, ինքնուրույն եք հարթել եւ գնացել այդ բարդությունների յետևից, բայց հետո որոշեցիք ստեղծել մշակութային հիմնադրամ։ Ինչպես միտք ծագեց։ Գիտեք, դա արդեն Շվեյցարիայում եղավ, երբ որ ես Շվեյցարիա տեղափոխվեցի եւ բավականին ակտիվ համերգներ ունեի, մի շարք հետաքրքիր CD-ներ թողարկվեցին հայկական երաժշտությունով եւ ես հասկացա, որ հետաքրքրությունը իրոք շատ է դեպի հայկականը, կլինի դա երաժշտություն, կլինի դա արվեստ, այդ ժամանակներին դեռ շատ չկար այդ կապը, գիտեք հիմա է ինքը ոնց որ մի քիչ շատացել, այդ գնալ գալը ակտիվացել է, այն ժամանակ չկար, շատ եզակ էր ու ես հասկացա, որ կարիքը կա իրոք խոսել եւ դա այն բանն է, որ քեզ կարա առանձնացնի, որտեվ գիտեք շատ երաժիշտներ կան, շատ լավ երաժիշտներ կան եւ գտնել քո տեղը այդ մեծ հոսքի մեջ շատ ժամանակ դժվար է լինում, որովհետեւ կլասիկ ռեպերտուարը բավական ինքը մեծ է, բայց միևնույնն է նույն բաներն են լինում եւ ինչ որ ժամանակի ընթացքում դու ոնց որ կորցնում ես, շատ քչերն են, որ իրոք քո առանձնահատկությունը, որով կարող ես եւ ես հասկացա, որ հայկական երաժշտությունը իրոք այն երաժշտությունն է, որ առաջինը ինձ մոտիկ է, երկրորդը ես իրան այնքան լավ եմ զգում, որ իմ մոտ դա շատ հեշտ է ստացվում եւ շատ աուտենտիկ է ստացվում եւ ինքը այնա որ առաջինը ես նոր երաժշտություն եմ ցույց տալիս, երկրորդը ես եմ դառնում այդ երաժշտության միջոցով ավելի ճանաչելի։ Եվ այո, ոնց որ ակցենտ արեցինք հայկական երաժշտության վրա եւ արդեն հետո բավականին քանի տարի հետո արդեն ես հասկացա, որ կարելի է մի քիչ ավելի լայնացնել, հա, ոչ միայն իմ համերգներով ներկայացնել դա, այլ մենք ունենք շատ հետաքրքիր երաժիշտներ, որոնք որ մեծ սիրով համագործակցեցին եւ մենք շատ
համերգներ կազմակերպեցինք Շվեյցարիայում, նույնիսկ Հայաստանում արեցինք մի քանի հատ համերգ շվեյցարացի կոմպոզիտոր եւ երաժիշտների հետ այստեղ կաֆեշանում։ Այսինքն այդ կամուրջը կապը եղավ, որ եւ դուք այստեղից հնարավորություն տվեցիք ուսանողներին եւ այնտեղից վերեցիք Այո, կամուրջը ինքը պետք է ոնց որ երկու կողմ աշխատեր, որովհետեւ ոչ միայն հայկականը այնտեղ, նույն ձև շվեյցարականը այստեղ։ Այո, եւ այնքան հետաքրքիր է, օրինակի համար մեր մոտ այդ հերես մշակութային այդ ասոցիացիայի համերգների շարքում եկավ Նարեկ Կազազյանը, կանոնահարը, իհարկե կանոնը շատ հայկական գործիք է եւ Նարեկը փայլուն կանոնահար է, որ շատ հետաքրքիր խարիզմա ունի, ինքը 2 րոպեվա մեջ կարողանում է ամբողջ պուբլիկան դահլիճին գրավի իրոք, եւ հետաքրքիր է, որ այդ համերգից հետո անցյալ տարի այդ շվեյցարացի կոմպոզիտորը, որ Հայաստանում էր, անցյալ տարի Նարեկին արդեն իր փառատոնի շրջանակում հրավիրել էր Շվեյցարիա, ու ես այնքան ուրախ եմ, որ դա ոնց որ չի կանգնում, հա, այդ երաժիշտները, որ իրար հանդիպում են, ծանոթանում են, սկսում են իրար հարգել, ծանոթանալ, հետո արդեն գտնում են ուրիշ շարունակությունն է ունենում, այդ շատ կարևոր է։ Շատ կարևոր է դա, իհարկե։ Իսկ հետաքրքիր է մեր հայ երաժիշտները, երբ գալիս են այդտեղ, ինչպիսին է շվեյցարացիների տպավորությունները, այդ ֆիդբեքերը, ինչ են ասում մեր երաժշտության մասին։ Գիտեք, առաջինը ես պետք է ասեմ, որ մենք ունենք շատ ուժեղ, շատ լավ դպրոց։ Դա այն ինչ որ օրինակի համար Շվեյցարիայում չկա։ Մենք դեռ ունենք, ես մի քիչ մտահոգ եմ, որովհետև հասկանում եմ, որ գնալով մենք կորցնում ենք դա, որովհետև ինչ որ ես լսում եմ ստեղ, արդեն շատ ավելի քիչ երեխաներ են ուզում երաժշտությունով զբաղվել։ Երաժշտական դպրոցները գրեթե դատարկվում են։ Մենք չունենք այդ ինչ որ օրինակի համար այն ժամանակ շատ երաժշտական դպրոցում սովորել դա ոնց որ կարծես կանոն լիներ, որ այո, պետք է ընտանիքում անպայման երեխան գնա երաժշտական, կապ չունի ինչ կդառնա։ Հիմա այլևս չկա, ես օրինակ գիտեմ շատ լավ երաժիշտներ, որոնք որ երաժշտական դպրոցներում են դասավանդում, ես ասում 3 հատ աշակերտ չկա, չեն գնում երեխաները, եւ դա ինչ որ մի կողմից հասկանալի է, բայց մեր համար դա ինձ թվում է շատ մեծ բաց թողում է, որտեղ մենք կորցնում ենք այն սերունդը, որը որ պիտի դառնա, հա, մենք ոնց որ դեռ նրանով են գնում, ինչ որ ստեղծել ենք, այ ունենք, այ ինչ որ կար, հիմա դեռ աշխատում է, բայց թե ինչ է գալու, եթե մենք դա չենք անում։ Այս է խնդիրը։ Սա շատ մեծ խնդիր է, օրինակի համար ինձ թվում է շատ խելացի կլիներ երաժշտությունը դպրոցների մեջ են գալու։ Օրինակ Շվեյցարիայում երաժշտությունը դա դպրոցի բանի մեջ է, ծրագրամայի մեջ է մտնում։ Ու դա շատ կարևոր է, անպայման չի բոլորը դառնան երաժիշտ, բայց դա պարզ է, որ երաժշտությունը իրոք լրիվ ուրիշ զգայարանների վրա է ազդում ու լրիվ ուրիշ սենսիբիլիտետ է տալիս երեխային։ Եվ դա կարա չպիտի լինի հատուկ ինչ որ երաժշտական դպրոց, բայց բազան պետք է լինի, պետք է ամեն դպրոցում ամեն երեխա իմանա, սովորի ինչ որ երաժշտության մասին բազան երաժշտական։ Գիտեք, ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, որովհետև եթե այսօր դպրոցներում հիմնական առարկա օրինակ շախմատներ, որը որ միտքն է զարգացնում անկախ նրանից շախմատիստ կդառնան թե չէ, դեռ կա, բայց ասում են, որ գուցե դուրս գա, դեռ ըստ օրենք չգիտենք, նկարչությունը, որ ասում են երեխայի մոտ անկախ նրանից նկարիչ կդառնա թե չէ երևակայություն, ապա երաժշտությունը դա հոգու երեխայի առհասարակ զարգացվածության դիսցիպլինա է։ Ես դեռ չեմ տեսել մարդով գնում է զուգահեռ երաժշտական դպրոց եւ կարգ ու կանոն չունի։ Անկախ քեզնից այդ ամենը կրթում է, ձևավորում է անձին, հետո արդեն թե ինչ կդառնա իր ընտրությունը, բայց դա անհրաժեշտ է։ 100%-ով ձեր հետ համամիտ եմ եւ դրա մասին պետք է մտածել այսօր։ Հիմնովին ու ոչ թե ուղղակի մասնավոր դպրոցները, որոնք նաեւ տալիս են երաժշտական դասեր, այ հենց պետական դպրոցները բոլորի համար։ Դա ունենք օրինակ Շվեյցարիայում դա ընդունված է, այո։ Բոլոր երեխաները նվագում են ինչ որ գործիք։ Միգուցե լավ չեն նվագում, միգուցե դա պրոֆեսիոնալ չի, բայց այն որ դու նոտաների հետ գործ ունես եւ շաբաթը օրինակի համար մի ժամ, 2 ժամ գնում ես դասի, դա իրոք շատ բան է փոխում քո ամբողջ ապագա կյանքի համար։
Հիմա մի քիչ խոսենք ձեր տպավորությունների մասին Հայաստանից առհասարակ, այսքան տարի գնալ, վերադառնալ, ինչ ապրումներ եք ունեցել, ինչն եք կարոտում եւ ինչն է զայրացնում, ինչ կցանկանայիք փոխել եւ հակառակը, ինչն է որ այնտեղ է ձեզ պակասում։ Շատ մերսի, այս հարցի համար իրոք շատ լուրջ հարց է, շատ մեծ հարց է։ Նայեք, շատ բաներ է փոխվում, մենք ենք փոխվում, ամբողջ մեր շրջապատն է փոխվում։ Գիտեք, երևի Շվեյցարիայից հետո, որտեղ որ ամեն ինչ շատ կարգ ու կանոնով է, շատ ճիշտ է, երբ որ մարդիկ արդեն այնքանով է ճիշտ, որ մարդիկ գրեթե էլ չեն էլ մտածում, իրանց տեղը արդեն մտածված է, հա, մեր մոտ ամեն ինչը քննարկվում է, ամեն ինչը տարբեր կողմերից հարցի տակ է դրվում, ճիշտ է։ Այնտեղ մի քիչ ոնց որ դրա վրա մարդ ժամանակ էլ չի կորցնում։ Ինքը ուղղակի ունի իր վստահությունը, ինքը գիտի, որ եթե այսպես է, ուրեմն դա այդ ձև էլ աշխատում է, հա, ինքը գնում է իր ճանապարհով։ Այստեղ ես ուղղակի գիտեք ինչ, չասեմ, որ մարդկային ֆակտորը այստեղ շատ ջերմ է, տաք է, դա այն է, ինչ որ իրոք անում է Հայաստանը շատ յունիկ, որովհետև շատ դրսից մարդիկ երբ որ գալիս են, առաջինը ինչ է իրանց տպավորում, բացի եկեղեցիներից, դա մարդկանց ջերմությունն է, որ հյուրընկալ, հյուրասեր, ջերմ, ջիգարով։ Այո, մենք չունենք այդ բարիեր, պատներ։ Բարիերը, հա, մենք շատ արագ, շատ մարդամոտ լինենք, շատ արագ կարող ենք լսել, հարցնել, հարցեր տալ, հարցերին պատասխանել, դա շատ հաճելի է, շատ լավ է ու դա այն է ինչ որ մնում է հիշողության մեջ։ Այն ինչ որ ինձ թվում է շատ ժամանակ ենք կորցնում, ժամանակը շատ ոչ պրոդուկտիվ է մեր համար, երբ որ մենք շատ բաներ անում ենք չմտածված։ Շատ բաներ կա այստեղ, որ ես տեսնում եմ, որոնք որ մտածված չեն անում, պրոյեկտներ, որոնք որ ասվում են, սկսվում են եւ վերջում չեն ստանում ինչ որ գիտեք, այդպես տպավորություն է, օրինակ Շվեյցարիայում երբ որ դու ինչ որ պրոյեկտ ես անում, երբ որ դու ստանում ես ինչ որ մի տեղից օգնություն, բան, որոշ ժամանակ հետո, օրինակ 1 տարի, 2 տարից հետո, դու 2 տարին երևի մի քիչ շատ է, դու ոնց որ պետքա բացատրես։ Ինչ ես արել։ Ինչ ես արել։ Այստեղ ես կոմպլետ այդ ինչ ես արել չեմ տեսնում։ Չկա այդ պատասխան տալը։ Ինչ եղավ դա։ Ոնց որ վերցնվում է, ասվում է եւ հետո մոռացվում է։ Շատ կարեւոր բան եք ասում։ Ժամանակ ինձ թվում է, որ սա իրոք շատ կարեւոր մոմենտ է, որովհետեւ մեր ռեսուրսները այդքան շատ չենք, մենք չենք կարող այսպես ուղղակի բաշխել, պիտի նաև հասկանանք ուր հասավ։ Այո, եւ ով է հարցնում, ինձ թվում է դա էլ է գալիս նրանից, որովհետեւ ստեղ չգիտես ինչի, շատ ժամանակ այդ մոտիկությունը մարդկանց պահում է իրոք գործի մեջ պարզ լինելուց։ Մարդիկ շատ հաճախ չեն ուզում տալ ինչ որ հարցեր, որովհետև կարող է ու սկսվում է այսպես ինչ որ բաներ, որ ընդհանրապես անընդունելի է գործի մեջ։ Դու կարաս լինես լավ ընկեր, լավ բարեկամ եւ գնաք, ես չգիտեմ, իրար հետ բայց երբ որ գալիս է գործին, այստեղ պետք է լինել շատ կոռեկտ, որովհետև գիտեք մենք սա խաղ ու պար չի։ Սա մեր ապագան է։ Սա այն է, ինչ որ մենք պիտի շատ մտածված ամեն բոլոր քայլերը լինեն։ Ես տեսնում եմ շատ ժամանակ նույնիսկ շատ բարձր պաշտոնյաներից, որոնք որ գիտեք ոնց որ խոսեն առանց մտածելու։ Ուղղակի այդ մոմենտին երևի լավ կլինի սենց ասել եւ ընդհանրապես չհասկանալով պատասխանատվությունը երբ որ խոսքը դուրս է գալիս, այդ դուրս եկավ, ինքը հասավ մարդկանց, ինքը ունեցավ ինչ որ էֆեկտ, ինչ որ բան կատարվեց դրանից, հա, այդ մարդկանց ուղեղների մեջ եւ դրանից հետո շատ կարճ ժամանակում փոխել դա լրիվ ուրիշ բանի, գիտեք այդ գալիս է այն էֆեկտին, որ
լուրջ չեն ընդունում, ոչ մի բան է լուրջ չի ընդունվում։ Գուցե նույնիսկ նույն անպատժելիությունից, որ գիտես ոչինչ չի պատահի, ինչ կուզեմ կանեմ։ Այո։ Սա էլ է։ Բայց դա գալիս է երևի նրանից, որ մենք պիտի մի քիչ ավելի ոնց որ համարձակ լինենք, իրար կարողանանք ճիշտ ասել աչքերի մեջ, որտեվ շատ ժամանակ ես տեսնում եմ այդ մի տեսակի չեմ հասկանում, ինքը խաղ չի։ Մենք շատ հաճախ իրոք վախենում ենք ասել ինչ ենք մտածում։ Ու դա երևի քիչ-քիչ պետքա փոխել, որտեվ շատ ժամանակ վախենում շատ մարդիկ շատ բաները ուղղակի պերսոնլիկ են ընդունում, շատ ոնց է դա, եթե դու կրիտիկա ես անում, իրանք սրտի մոտ են ընդունում ու մտածում են անձի հետ է կապված, բայց դա գործի հետ է կապված։ Ընդհանրապես անձի հետ կապ չունի։ Ոնց հասկանում եմ, Շվեյցարիայում շատ լավ տարանջատվում է դա։ Այսինքն մարդիկ կարող են իրար հստակ կրիտիկա ասել, որից հետո գնան ճաշելու հանգիստ։ Չկա այդպես բան, ես օրինակի համար այդ դա երևի ամենալավ բաներից մեկն է, որ ես սովորել եմ, ասել ճիշտը։ Նույն ընտանիքում ես իմ տղային, մայրիկիս կամ քույրիկիս, եթե ես զգում եմ, որ արվում է ինչ որ սխալ, քայլ, ես չունեմ խնդրեմ դա ասելու։ Ու ճիշտ է հիմա առաջ իրանք էլ էին մի քիչ նեղանում, դարել ես շվեյցարացի։ Չէ, դա շվեյցարացու հետ կապ չունի։ Մենք ուղղակի պիտի հասկանանք, որ սա ամեն ինչը մեր համար է։ Ես ու դու չենք, կա մեծ մի հատ Հայաստան, կա այս ժողովուրդը, որը որ պիտի գտնի նոր ճանապարհ, նոր ապրելու ձև, նոր մտածելու ձև, նոր աշխատելու ձև, նոր միմյանց հետ կոմունիկացիայի մեջ ճիշտ ձևի մտնելու տարբերակ։ Ի վերջո խնդիրներին կարողանում ես լուծում տալ, երբ բարձրաձայնում ես։ Առաջին բանը դա է, որ բարձրաձայնես, խոսես ու ճշմարիտ լինես ինքդ քո ասացի ու մտածածի հանդեպ։ Ճիշտ է, գիտեք ինչ, եւ ստեղ ձև կա, օրինակի համար ոնց ես դու դա ասում։ Շատ ժամանակ մեր էմոցիաները մեզ իրոք խանգարում են, որովհետեւ ինձ թվում է, օրինակ շատ լավ կլիներ, եթե գրեին, ստեղ գրելու այդ կուլտուրան չկա, բայց միգուցե գրելը մի քիչ այդ էմոցիաները կտաներ դուրս, մենք շատ արագ անցնում ենք միանգամից էմոցիաների եւ կորցնում ենք իմաստը ասածի։ Եվ այո, սրա մասին կարելի է մտածել, իհարկե պետքա լինել հարգալից, պետքա լինել խնդիրներ հասկանեք դա ոնց որ աշխարհի վերջը չի, երբ որ դու ասում ես ինչ որ մի խնդրի մասին, բայց երբ որ դիմացինը զգում է որ դու ուզում ես օգնել, սա պոզիտիվ կրիտիկա է։ Այդ ժամանակ ինքն էլ է ոնց որ այդ ագրեսիան շատ ժամանակ ոնց որ պաշտպանողական է լինում, ինքը միանգամից սկսում է պաշտպանվել, բայց երբ դու ցույց ես տալի որ դու ես քո վրա չեմ հարձակվում, ես ուղղակի ուզում եմ քեզ օգնել, այդ ժամանակ ոնց որ ավելի մի քիչ թուլանում է այդ երկուստ եք ստացվում է արդեն։ Այո։ Այ խոսեցինք հերեսից, հետո ասեցինք որ տարիներ անց այն դարձավ հերեսվայն։ Այո, հերեսվայնը դա իմ գինու պրոյեկտն է, որը որ ես սկսեցի, որտեվ Հայաստան լինելուց իհարկե խմում էի հայկական գինի եւ այս պատմությունը ինձ երբ որ մի քիչ լուրջ սկսեցի ուսումնասիրել, հասկացա որ սա իրոք չտեսնված մի հատ պատմություն է, որը որ անպայման պետքա ցույց տալ, պետքա պատմել։ Ես ստեղծեցի հերեսվայն, չուզեցա ինչ որ նոր անուն դնեմ, որտեվ հերեսը շատ է դուրս գալիս, ինքը շատ լավ իմաստ ունի, նշանակում է ժառանգություն լատիներենից թարգմանված, եւ դա իրոք հենց այդ իմաստն է, որը որ ես դնում էի հենց երաժշտության, այդ մշակութային կամուրջի մեջ, թե գինիների պրոյեկտի մեջ, դա մեր ժառանգությունն է, դա այն ինչ որ մեր հողի ջրի վրա է աճում, որը որ իր համը Գիտեք ոնց խաղողը շատ հետաքրքիր միրգ է, այո, որովհետև իր մոտ իրոք սենց այդ արևը, որը որ մենք ունենք, եւ այդ քարերը, որը որ մեր ներքևից ունենք, տալիս է մի հատ շատ հետաքրքիր այսպես համ ու հոտ, որը որ երևի չես գտնի ոչ մի ուրիշ երկրներում այդպես չի։ Ինքը շատ յուրահատուկ է, այդ մեր հողը շատ լիա գրանիտ, բազալտ, տուֆ, դա ամեն ինչը իհարկե պարաշտանյութերը մեր հողի տալիս են ճիշտ։ Եվ ճիշտ խաղողը դառնում է շատ հետաքրքիր համի, որը որ եվրոպացու քիմքի համար շատ նոր է, ու գիտեք ոնց է ինքը շատ բնական է։
Այո, եւ ես սկսեցի շատ փոքր ձևի եւ գնալով ամեն տարի մեր գինիների սորտիմենտը մեծացավ, հիմա ունենք 19 արդեն գինեգործների գինիներ, որոնք որ ներկայացնում եմ ես Ցյուրիխում եւ մեր շվեյցարացի գինեսերները գնալով շատանում են եւ շվեյցարացու մոտ գիտեք ոնց է, երբ որ ինքը մի բան սիրում է, ինքը Այ ես ասեցի չէ սկզբից որ իրանց մոտ շատ ամեն ինչը շատ տեղին է։ Երբ որ շատ տեղին է լինում, ոնց որ խոսալու թեմաները այդքան շատ չեն լինում, չէ՞։ Մենք որտեղ ոնց է խոսում ենք հաճախ խնդիրներից, այնտեղ շատ բաներ այդ խնդիրները չկա։ Լավ է, վերջ։ Հա, իսկ այնտեղ գիտեք, երբ որ նորություն է լինում ու դա դու գիտես, դու շատ իրանք շատ սիրում են կիսվել։ Օրինակի համար մեկը առավ հայկական գինի, խմեց, դուրը եկավ, ինքը անպայման պատմելու է իր բոլոր ընկերներին եւ շատ մանրակրկիտ, այն ինչ որ գիտի, ինչ որ ինքը օրինակի համար եկել է մեր խանութ, ես իրան պատմել, ինքը այդ ամբողջը փոխանցելու է։ Եվ սա շատ հետաքրքիր ռեկլամայի ձև է։ Ես կասի ամենալավ գովազդն է։ Ամենալավ գովազդն է, այո, որը որ այսպես ասած խոսքից խոսք փոխանցում։ Այո, փոխանցում է եւ շվեյցարացիները իրոք իրանց մոտ դա պերֆեկտ է աշխատում, որովհետեւ իրանք էլ իհարկե մի բան է, եթե դու այդ գովազդը տեսնում ես ինչ որ մի հերոստատեսությունով կամ ինչ որ մի որ ուղղակի պարտադրված է, իսկ այստեղ անմիջական եւ Այո, իրանց մոտ այդ դա շատ լավ է աշխատում եւ այո, դինամիկան շատ լավ է, ես շատ գոհ եմ, ինձ իրոք շատ մեծ հաճույք է պատճառում, որովհետեւ շվեյցարացին երբ որ գալիս է իմ հայկական գինու ուրեմն այդ նկուղը, հա, ինքը իրոք ինչ որ մի տեսակ երևի մի քիչ հայ դարձած է դուրս գալիս է տեղից։ Ով ըմպում է Շվեյցարիայում հայկական գինի, դառնում է մի փոքր հայ։ Հրաշալի մոտեցում է իրականում, շատ կարևոր գործ է կանում, շատ գովելի գործ է կանում։ Եվ եթե որպես զրույցի ամփոփում այսպես նայենք, կա միտում հետագայում վերադարձի, թե այս կապն է, որ կարևորվում է Շվեյցարիա-Հայաստան։ Գիտեք ոնց ես կարծում եմ իհարկե մենք բոլորս ենք վերադառնալու, որտեղ այն տենդենսները, որ հիմա աշխարհում կատարում, դա բոլորը մեզ ցույց է տալի, որ ուշ թե շուտ մենք գալու ենք մեր հողի վրա բոլորս։ Ես օրինակի համար շատ հպարտ եմ, որ իմ տղան, որը որ Շվեյցարիայում է ծնվել, մեծացել, գնում է դպրոց, շատ ուզում է Հայաստանում ապրել։ Իր համար դա իրոք երազանք է։ Ինչ հետաքրքիր է։ Ինքը կարա այ վաղը ցավ ընդեր թողի եւ գա ստեղ, ինքը հետաքրքիր է ստեղ զգում է իր այդ ինքը զգում է։ Սա ինչն է, գենն է խոսում, ինչ երևի։ Ես որ ասեմ, ես հատուկ ինչ որ իր այդ խոսել եմ այդ թեմաներով կամ այն չէ, բայց ինքը հրաշալի խոսում է հայերեն, կարդում է, գրում է եւ շատ գիտեք ինքը իրան այստեղ զգում է ոնց է լինի դրսում դու քեզ ինչքան էլ ինտեգրված լինես դու քեզ միևնույն է հյուր ես զգում ինքը հյուր չի դու զգում ես որ դու մի քիչ օտար ես բաներ կա որոնք որ 30-40 տարի ապրելուց հետո ու հետաքրքիր է որ ինչքան շատ ժամանակ անցնում դու ավելի շատ ես զգում այդ տարբերությունների տարիքի հետ ինչ որ այդ գենը ավելի այդ արմատը ավելի ուժեղ է սկսում խոսալ սկսում է քեզ ոնց որ կանչել բայց այս Սարգիսի մոտ այդ ինքը իրոք ստեղ զգում է իրան իրա տեղում դա շատ կարևոր բան է դա այնա երևի ինչ որ մենք չենք հասկացել ժամանակին մեզ թվացել է դա նորմալ է այո որ ինչի պատճառով մենք այս ամեն ինչը կորցրեցինք չհասկանալով ինչքան կարևոր է լինել քո արմատների վրա ոնց որ մեր խաղողը քո հողի վրա եւ դու ուրիշ գույն կարաս լինես, դու լրիվ ուրիշ, բայց դու պետք է դա հասկանաս, առաջի հերթին դու պետք է դա հասկանաս ու սկսես դա գնահատել։ Մենք շատ ժամանակ դա չենք գնահատել, առաջ հաստատ չենք գնահատել։ Մեզ դա թվում էր նորմալ։
Իսկ հիմա այս թվում ամեն ինչը գիտեք սպիրալով է գնում։ Բոլորը ամեն ինչը գալու է իր տեղը։ Այո։ Ինձ թվում է հրաշալի տողերին մեր վերջաբանի համար իսկապես շատ կարևոր է, երբ մենք ծնվում ենք, զգանք մեր առաքելությունը, զգանք ով ենք մենք, որտեղ ենք մեզ իսկապես զգում տանը, ինչ ենք պատրաստ անել մեր հայրենիքի համար, որտեղ էլ որ մեզ մոլորակը տանի, շարունակենք կապել այդ կամուրջը, չկորցնենք այդ մեր հայ տեսակը մեր ներսում ու շատ դեպքերում մարդիկ ովքեր ժամանակին գնացել են, հավատացեք, ել ավելի ֆանտաստիկ ու կարևոր գործ են անում, հայրենանվեր գործ անում հայապահպան գործ են անում, դա պետք է գնահատել, բարձրաձայնել ու շնորհակալություն հայտնել։ Անչափ շնորհակալ ենք ձեզ Սոնա ջան, որ այսօր եւ մեր հյուրն եք եւ շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել, կարելի էր անվերջ լսել, ուղղակի եթերն ունի իր ժամանակն, ինչպես ասում են, ձեզ միմիայն հաջողություն ձեր բռնած գործին, նույնպես հայկական լավաշի մասով, գինու մասով, մի խոսքով հայկականությունը այնտեղ տանելու, բացահայտելու, իրենց համար նորություն ստեղծելու մասով։ Ապրեք շատ։ Մերսի։ Սոնա Շաբոյանն էր մեր հյուրը, իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը սիրելիներս, սիրեք, շարունակեք գնալ ճիշտ ճանապարհով, ուսումնասիրել արվեստ, մշակույթ եւ այնինչ մերն է, սա շատ կարեւոր է, ու սերմանեք նաեւ ձեր երեխաների մեջ, ու չմոռանաք նաեւ երաժշտական տալ, կրթությունն է, շատ կարեւոր, անկախ բռնած ուղությունից ու գործից։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրդ բարին, մնացեք բարով։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։